Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության պետական տոնը։ Այս հայտարարությունը նախ բացառիկ է հենց իր լինելու փաստով, հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև խզված դիվանագիտական հարաբերությունները եւ այս հարցի նկատմամբ արևմուտքում առկա տրամադրությունները, մասնավորապես այդ թվում Եվրոպայի սուր արձագանքները Ռուսաստանի հետ երկխոսություն կառուցելու Թրամփի փորձերին, մյուս կողմից հաշվի առնելով նաև հենց բուն հայտարարության մեջ առկա ընդգծումներն ու շեշտադրումները։ Մասնավորապես մի կողմից հայտարարության մեջ առաջին հերթին ընդգծվում է, որ սա ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորանք է Ռուսաստանի ժողովրդին, բայց մյուս կողմից առկա է նաև հստակ միջպետական եւ իշխանությունների պետության հետ պետական մակարդակով երկխոսություն ծավալելու ցանկությունը։ Մասնավորապես ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում են Ռուսաստանի հետ փոխգործակցության իրենց մտադրությունը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի դադարեցման հարցում եւ հույս հայտնում, որ խաղաղությունը կնպաստի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև արդյունավետ համագործակցությանը։ Այս հայտարարությունը եւս մեկ ապացույցն է նրա, որ այսօր Միացյալ Նահանգների իշխանությունները չեն պայմանավորում Ռուսաստանի հետ իրենց երկխոսությունը Ուկրաինայում տեղի ունեցող եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացով։ Մի կողմից բնականաբար Միացյալ Նահանգները փորձում են առաջընթաց արձանագրել Ուկրաինայի ուղղությամբ, բայց մյուս կողմից անկախ դրանից ունեն հստակ նպատակադրում զարգացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները եւ այս ուղղությամբ ունենալու որոշակի իրավիճակի փոփոխություն։ Այդ մասին էին վկայում նաև նույն երեք արված Դոնալդ Թրամփի հայտարարությունը, առ այն, որ ինքը շատ լավ հարաբերություններ ուներ անձամբ Պուտինի հետ եւ եթե ինքը շարունակեր իր նախորդ շրջանից հետո պաշտոնավարել, չէր լինի պատերազմը Ուկրաինայում եւ ընդհանրապես այսօրվա լարված իրավիճակը չէր լինի։ Ընդհանուր առմամբ եթե փորձենք ամփոփել այսօր ստեղծված իրավիճակն ու տրամադրությունները, պետք է արձանագրենք, որ Միացյալ Նահանգները չեն ենթարկվում Ուկրաինայից եւ նրան աջակցող Եվրոպայից եկող ճնշումներին, որոնք ակնկալում են, որ Թրամփը պետք է մեծացնի ճնշումը Պուտինի վրա, Ռուսաստանի Դաշնության վրա, ստիպելու Մոսկվային գնալ որոշակի զիջումների Ուկրաինային եւ ուկրաինական ուղղությամբ։ Նրանք ակնկալում են, որ Թրամփը պետք է ոչ միայն երկխոսություն չունենա, այլ նաև լրացուցիչ սանկցիաներ կիրառի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Փոխարեն դրա մենք տեսնում ենք, որ Թրամփը ինքը բավական դրական է արտահայտվում Պուտինի մասին, մյուս կողմից նույն հունիսի 4-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցին տվել է դրական գնահատական, ավելին, երբ տեղի ունեցավ վերջին սրացումը, նա չշտապեց դրանում մեղադրել Ռուսաստանին, ավելին ասաց, որ Ուկրաինան սխալ քայլ է արել եւ բնական է, որ դա հանգեցնելու է նոր սրացման։ Կարող ենք արձանագրել, որ Թրամփը կարծես թե հաստատակամ է Ռուսաստանի հետ երկխոսություն զարգացնելու իր մտադրության մեջ եւ առնվազն այսօրվա դրությամբ չի տրվում Արևմուտքից, Եվրոպայից իր վրա ճնշումներին։